անտիֆեյքի գործունեությունը, որը բնականաբար նրանց չհաջողվեց, եւ մեր խնդիրն է միջազգային կառույցներին հասցնել այն ամենը, ինչ որ կատարվում է։ Տեսնում միջազգային կառույցները չեն տեսնում ինչ է կատարվում Հայաստանում։ Կամ լռությունը ինչով եք պայմանավորում։ Լռությունը առաջնահերթին պայմանավորում եմ աշխարհաքաղաքական առաջնահերթություններով, որովհետև տեսեք նույն Եվրոպական միությունը, երբ ժամանակին Հայաստանում, թեկուզ նախկին իշխանությունների օրոք կարող էր մի փոքր որևէ մեկի մազը ծռվել, անմիջապես հայտնում էր Պյոտր Սվիտալսկին եւ խիստ դատապարտող հայտարարություններ էր իրականացնում։ Իսկ այսօր ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը ուղղակիորեն լռում է, երբ դասական քաղաքական բռնաճնշումներ են տեղի ունենում Հայաստանի Հանրապետությունում, Փաշինյանական վարչախմբի օրոք, եւ մեր խնդիրն է, որպեսզի մենք ստիպենք, որ իրենք չլռեն, որ իրենք հավատարիմ մնան լիբերալ եւ ժողովրդավարական արժեքներին, այն արժեքների, որոնց հիման վրա նույն ԵՄ-ն ստեղծվել է։ Եվ մեր խնդիրն է, որ ստիպենք, որպեսզի իրենք ռեալ պոլիտիկա ասվածը մի կողմ դնեն, դադարեն շարժվել աշխարհաքաղաքական, այս ռոպեական առաջնահերթություններով եւ վերադառնան իրենց գաղափարական ակունքներին։ Ելույթների ընթացքում ավելի մանրամասն կներկայացվի, ես առավել ընդհանրական նշեմ, որ մեր խնդիրը, որպեսզի նրանք դադարեն լռել, դադարեն խուլու համր ձևանալ Հայաստանի Հանրապետությունում տեղի ունեցող այս խայտառակ երևույթների նկատմամբ։ Այսօր տասնյակ քաղաքական բանտարկյալներ կան, երեկ էլ մենք տեսանք, թե ինչ էր կատարվում, ձերբակալվեց արդեն Արշակ Սրբազանը, եւ Հայաստանի Հանրապետությունում Փաշինյանական վարչախումբը ըստ էության, ես ոչ մեկ անգամ ասել սրա մասին, հաստատում է կոշտ ավտորիտար եւ հետագայում նաեւ տոտալիտար իշխանություն։ Շնորհակալ։